Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Զինված ուժերում շարունակվում է ատեստավորման գործընթացը, քննություններին մասնակցել է զինուժի բարձրագույն եւ ավագ սպայակազմը։ Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում ավելանում է, ռեպորտաժ կամավոր զորակոչված Մարիամ Ստեփանյանի մասին։ Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը, նոր հերթափոխի զինվորներն այսուհետև կծառայեն ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Մրցույթ մասնագիտական ստորաբաժանումներում IT ոլորտի գիտակներն ու շնորհալի երիտասարդները հնարավորություն կստանան ծառայել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում։ Եվ վերադարձիր շարք, զինվորական կենսաթոշակի պահպանմամբ կրկին շարքում է մայոր Սահակ Գևորգյանը։ Զինված ուժերում վերսկսել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որը հնարավորություն է տալիս պայմանագրայիններին եւ սպայակազմին բարձրացնել դրամական բավարարումը, ցուցադրելով ֆիզիկական, կրակային, շարային եւ մասնագիտական կարողությունները։ Ատեստավորման քննությունները հանձնելու հնարավորություն ունեն բոլոր զինծառայողները։ Այս շաբաթ գործընթացին մասնակցել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայակազմը, պատմում է Ներսես Իվանյանը։ Այս շաբաթ մեկնարկեցին զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի ատեստավորման 2026 թվականի քննությունները։ Ողջունելով եւ հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրաված զինծառայողներին, Պաշտպանության նախարար ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը կարևորեց քննություններին զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայակազմերի մասնակցությունը, ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայեկիցների եւ ենթականների համար։ Ատեստավորման ընթացքում արձանագրվող գնահատականների անաչառությունն ապահովելու նպատակով Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա գտնվեց եւ անձամբ հետևեց քննությունների ընթացքին։ Ատեստավորմանը մասնակից զինծառայողները քննություններ հանձնեցին ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից, մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտականությունների իմացությունից։ Երկրորդ անգամ հանձնում ատեստավորումը, երկրորդ անգամ ստացել եմ գերազանց գնահատական։ Շարունակելով խոսքը, խաղապահ բրիգադի հրամանատարը նկատում է. Դա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Անմիջապես էլ հավելում է. ենթակա անձնակազմին խնդիր առաջադրող սպան պետք է նախ եւ առաջ ինքն ունակ լինի կատարելու առաջադրանքը, արտաքին կեցվածքով եւ մասնագիտական պատրաստությամբ օրինակ ծառայ ենթականերին։ Անձնական օրինակը միշտ իր արդյունքը տվել է ենթականերին ճիշտ ղեկավարելու համար։ Ենթականերն նայելով հրամանատարին վերցնում են նրանից այդ օրինակը ու կամ մի ասացվածք մինչև հրաման տալը պետք է սովորես հրամաններ կատարել, որ նոր կարողանաս ճիշտ հրամաններ տալը։ Դա էլ ա եղել իմ սկզբունքներից մեկը։ Նույն անձնական օրինակի մեթոդով է զինծառայության ընթացքում առաջնորդվում նաև զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալ գնդապետ Հարությունյանը։ Ինչ ծառայության անցել եմ 2000 թվականից, իմ համար սկզբունքային է եղել անձնական օրինակի մեթոդը։ Դա սկզբունքային է, որովհետև ենթական նայումա թե հրամանատարը ինչ պատրաստվածություն ունի, ինչպես է կատարում իր առջև դրված խնդիրները։ Բարձրաստիճան սպաները նկատում են, գործընթացն ու դրան հաջորդող սոցիալական ապահովության կտրուկ բարելավումը լուծում է բազմաթիվ հարցեր, հնարավորություն է ընձեռում կենտրոնանալու ծառայական առօրյայի եւ ուսումնական գործընթացի արդյունավետ անցկացման վրա։ Զորացրված զինծառայողներ գիտեն, որ միջև զորացրվել է ժամանակ ատեստավորումը որ չկար, հիմա որ արդեն կա եւ սոցիալական վիճակն լարնում, մարդիկ նորից ցանկություն են հայտնում, որ նորից վերականգնվեն, ընդունում են բանակ, ատեստավորվեն ու բարձր աշխատավարձ ստանան։ Մեր զրուցակիցները հավելում են, Պաշտպանության նախարարի անմիջական ուշադրության ներքո գտնվող ատեստավորման գործընթացը խթան հանդիսացավ, որպեսզի զինծառայողները շարքային կազմից մինչև գեներալ առավել լուրջ մոտեցում եւ լրացուցիչ ժամանակ հատկացնեն ինքնուսուցմանն ու շարունակական կատարելագործմանը։ Զինծառայողները, սպաները, ենթասպաները, սերժանտ շարքայինները բոլորը աշխատում են իրենց վրա։ Եվ ստորաբաժանման կազմով պատրաստվածություն եւ անհատական պատրաստությունը միանշանակ տալիս է իր դրական արդյունքը։ Ներսես Իվանյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։ Վերջին տարիներին կանանց հետաքրքրությունը զինվորական ծառայության նկատմամբ աստիճանաբար ավելանում է։ Տարեցտարի ավելի մեծ թվով կանայք եւ աղջիկներ են դիմում զինված ուժեր հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումը ունենալու համար։ Այստեղ մեծ դեր ունի նաև պաշտպանական գերատեսչության ընձեռած առավելություններն ու արտոնությունները, որոնք տրվում են իգական սեռի ներկայացուցիչներին, ովքեր կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական 6 ամսյա ծրագրի շրջանակում կծառայեն զինված ուժերում։ Մեր հաջորդ ռեպորտաժը զորակոչիկ Մարիամ Ստեփանյանի մասին է, պատմում է Լաուրա Մամյանը։
Ծնունդով Վանաձորից 22-ամյա Մարիամ Ստեփանյանի համար օրը սովորական չէ, այն նոր կյանքի սկիզբ է։ Մարիամը բանակ է գնում, զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Հայրենիքը իմ համար բացարձակ արժեք է, ու ես կարծում եմ, որ ես իմ համար ոչ միայն պարտականություն է, այլև, չգիտեմ, հնարավորություն անմիջապես ծառայելու հայրենիքին։ Մարիամը երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով, մասնակցել միջազգային բազմաթիվ մրցաշարերի։ Աշխարհի առաջնությունում նվաճել պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Սպորտը Մարիամին սովորեցրել է գլխավորը՝ չհանձնվել, եւ այսօր նույն կամքով ու նպատակասլացությամբ իրականացնում է իր վաղեմի երազանքը։ Իրականում շատ ուրախ եմ, որովհետև հասել եմ էլի նպատակի, շատ մեծ էր իմ ցանկությունը ծառայելու։ Մարիամի կողքի մտերիմներն են, ընտանիքը, ընկերներն ու հարազատները։ Բոլորի հայացքներում հպարտություն է, եկել են բարի ճանապարհ ու խաղաղ ծառայություն մաղթելու իրենց զինվորին։ Մենք այսօր շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով ճանապարհում ենք։ Ես շատ ուրախ եմ, որ ես սև աղջիկ ունեմ, եթե սիրում է, եթե հայրենասերա թող գնա իր ցանկությունով ծառայի։ Չեմ կարծում, որ դժվարություններ կլինեն, պատվով կանցնեմ ամենայն դեպս ու ամենակարևորը կկոտրեմ այն կարծրատիպը, որ աղջիկները թույլ են, թույլ սեռ են։ Հրաժեշտի պահը ամենադժվարն է, գրկախառնությունները երկարատև են, խոսքերը քիչ, զգացմունքները անսահման։ Հաջողություն արեցիր, կարող ենք գնալ։ Գնացինք։ Վաղ առավոտյան Մարիամը բոլոր զորակոչիկների նման ներկայանում է տարածքային զինկոմիսարիատ։ Այստեղ նախ բուժզննում պետք է անցնի։ Եթե առողջական խնդիրներ չհայտնաբերվեն, ապա աղջիկը ենթակա է զորակոչի։ Ամեն ինչ նորմալ է, պատրաստել ծառայություն։ Մարիամի հետ բանակ է գնում նաև հարազատ քրոջ որդին, արտերկրից վերադարձած Հովհաննեսը։ Զինկոմիսարիատի բակում մեկը մյուսին ոգևորում է եւ քաջալերում։ Միասին են գնալու եւ մասնակցելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը։ Զգացողությունները աննկարագրելի է, մենք հիմա զինկոմիսարիատի տարածքում ենք, կոմիսիան անցել ենք, պիտանի ենք, պատրաստվում ենք գնալ հավաքակայան ու շատ հպարտ եմ, որ իմ քրոջս տղու հետ եմ զորակոչվելու։ Հարազատ քաղաքի զորակոչիկներին ճանապարհում են հանդիսավորությամբ ու մեծ շուկով։ Եվս մի քանի րոպե եւ ժամանակն է, գրկախառնություններն ու բարեմաղթանքներն ամենուր են։ Այսօրվա զորակոչին Մարիամը միակ աղջիկն է։ Հուզմունքը թաքցնելով ապագա զինվորը միանում է բոլորին ու ճանապարհ ընկնում դեպի կենտրոնական հավաքակայան։ Բարի ծառայություն։ Կենտրոնական հավաքակայանում ըստ սահմանված կարգի զորակոչիկները կրկնակի հետազոտություն են անցնում, որից հետո ներկայանում են մանդատային հանձնաժողովին։ Ստուգվում են գիտելիքները եւ միայն դրանից հետո կարող են մասնակցել վիճակահանությանը։ Ստեփանյան Մարիամ։ Վիճակահանության սրահում առաջինը հնչում է Մարիամ Ստեփանյան անունը։ Մարիամը մոտենում է թմբուկին, սակայն օրենքի համաձայն ծառայավայրն արդեն հստակ է։ 6 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող աղջիկը ծառայության է անցնում կանանց գումարտակում։ Այդ ծնողներ խմբում ունեն ինքական սերի ներկայացուցիչ, ով համաձայն օրենքի ցանկություն է հայտնել կամավոր հիմունքներով անցնելու պարտադիր զինվորական ծառայության։ Համաձայն օրենքի զորակոչիկը չի վիճակահանվում եւ մեկնում է ծառայության վայր ուսումնական զորամաս բարի ծառայություն։ Մարիամն արդեն զինվոր է, նորակոչիկ։ Համազգեստով կարծես առավել վստահ է։ Ասում է այն ոչ միայն ուժ է տալիս, այլև հիշեցնում է պատասխանատվության եւ ընտրածը ճանապարհը պատվով անցնելու մասին։ Համազգեստը մեծ հպարտությամբ եմ կրելու ու կարծում եմ, որ ցանկացածի մոտ այս համազգեստը կրելը պիտի լինի գիտակցված ընտրություն։ Առհասարակ իմ տեսակով չկոտրվող եմ, ըստ այդմ չեմ վախենում խնդիրներից, չեմ խուսափում ու կարծում եմ, որ իմ ընտրությունը ողջամիտ ընտրություն է։ Մարիամ Ստեփանյանը համարձակ քաղաքացիներից մեկն է, ով սեփական օրինակով ապացուցում է Հայաստանի Հանրապետության պաշտպան լինելը սեր չի ճանաչում։ Նա կծառայի կանանց գումարտակում 6 ամիս, իսկ ծառայության ավարտին կստանա 1 միլիոն դրամ պատվովճար։ Սակայն այսքանով Մարիամի ծառայությունը չի ավարտվի։ Առջևում սպա դառնալու բաղձալի ճանապարհն է։ Լավրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ 18-ից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։
Ընտրիր նոր հնարավորություն կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունդ Պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը։ Հիմա քո հերթն է։ Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը, ամեն օր զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներն ընդունում են զորակոչիկներին, գրանցում եւ ճանապարհում են զինված ուժեր։ Վիճակահանությամբ էլ որոշվում է զորակոչիկի ծառայության վայրը։ Սա համապետական նշանակության գործընթաց է, որի շրջանակում 18 տարին լրացած երիտասարդները զորակոչվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Նոր փոփոխության համաձայն էլ ժամկետային զինծառայողները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։ Երևանի զինկոմիսարիատներից մեկում Եռուզեռ է, վերստոգվում է զորակոչիկների անձնական գործերի համալրվածությունը, անցկացվում է վերջին բուժզնումը։ Զորակոչի նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպված են, ամեն ինչ բնականon կատարվում է, զորակոչիկները ներկայանում են բարձր տրամադրությամբ, աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի։ Զինվորական կոմիսարն ու բժշկական հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, զորակոչի ենթակա տղաները անցել են անհրաժեշտ բոլոր բուժ հետազոտությունները։ Ուղեկրվել են որոշակի խնդիրներ ունեցող զորակոչիկները եւ համապատասխան արդյունքներից ելնելով տեղեկացվել են զորակոչվելու մասին։ Զավակներին բանակ ճանապարհող ծնողների շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել այն հանգամանքը, որ նախկին երկամյա զինծառայության փոխարեն իրենց որդիներն այսուհետ կծառայեն 18 ամիս։ Երբ որ դուրս եկավ հրամանը, այդ ժամանակ իմացանք, որ արդեն տարի ու կես է դարձել ու շատ ուրախացանք։ Իրոք ոգևորելի էր։ Կարող է շատերի համար թվա այդ 6 ամիսը ոչինչ է, բայց ծնողի համար բավականին շատ մեծ օրեր ու ամիսներ, անգամ ժամեր են։ Ինձ թվում է մեզ համար րոպեներն էլ է հաշված։ Շատ լավ է, շատ ուրախ ենք, որ տարի ու կեսա 6 ամիս կրճատվել է։ Շատ ուրախ եմ, որ շուտ ենք տեսնելու մեր զավակին, քանի որ եկնի զավակն ունեմ։ Ներսում աշխատանքային Եռուզեռ է, դրսում ծնողական հուզմունքն ու բարեմաղթանքները։ Բոլորը շտապում են զավակներին փոխանցել իրենց պատգամներն ու հորդորները։ Թող աշխարհին խաղաղություն լինի, ուրախ գնան, ուրախ վերադառնան։ Ցանկանում եմ բարի ծառայություն բոլոր զինակոչիկներին, հանձինս իմ տուրան հետ միասին, բոլորին բարի ծառայություն, բարի վերադարձ լինի։ Մեր զարմիկին ենք ճանապարհում Էդգարին, շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով կճանապարհենք, մեծ սիրով էլ դիմավորենք։ Մինչ ծնողներից ոմանք առաջին անգամ էին ապրում զավակին բանակ ճանապարհելու հպարտությունը, Տիկին Տիգրանուհին, որի ավագ որդին այս պահին էլ գտնվում է զինծառայության մեջ, բանակ էր ճանապարհում կրտսեր զավակին։ Երկրորդն է, առաջինը արդեն տարուկեսա ծառայում է, շատ գոհ ենք, լավ է, փառքասու, ամեն ինչ նորմալ է։ Զորակոչիկների ծնողներն ասում են, տեղյակ են բանակում արձանագրված բարեփոխումների, հատկապես սննդի որակի բարելավման մասին։ Շատ կան ծառայող տղաներ, որ հարցերին երեխեքներ շատ գոհ են։ Լսել եմ, որ բավականին նորմալ է սնունդն էլ, փոփոխություններ շատ կան, մանավանդ սննդի առումով։ Հացն ամեն ինչն է լավ է, շատ երեխեք ծառայում են, շատ գոհ են։ Այդ օրը բանակի շարքերն էր համալրում նաև գոռը։ Շատ լավ սերտով եմ գնում, տրամադրությունը շատ լավ է։ Պաշտպանության նախարարության համապատասխան ծրագրի շրջանակում մեքենավարման դասընթացներ անցած եւ բանակի շարքերը իբրև վարորդ համալրող զորակոչիկն ասում է, բոլորի սպարտն է կյանքի մի փոքր ժամանակատվածը նվիրել երկրի եւ հարազատների պաշտպանությանը, յուրացնել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ու փոխարինել 2 տարի շարունակ այդ առաքելությունը պատվով իրականացրած ավագ ծառայեկիցներին։ Մեկս մյուսին փոխարինելով պետքա գնանք, որ մենք ստեղ հանգիստ ապրում ենք, իրանց շնորհիվ է։ Մենք է պետքա գնանք, որի հանգիստ լինեն այստեղ։ Շուտով մոտեցավ հրաժեշտի պահը։ Տղաները մեկ առ մեկ հրաժեշտ են տալիս հարազատներին եւ տեղավորվում ավտոբուսներում։ Եվս մի ակնթարթ ու համընդհանուր ծափողջյունների ներքո զորակոչիկները մեկնում են հանրապետական հավաքակայան։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու իրենց հերթն է։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։
Զորակոչվել ես բանակ ու մտածում ես ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին, զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Պարտադիր ժամկետային զինծառայողներով բանակը համալրելու գործընթացը ենթադրում է նաև բազմաթիվ այլընտրանքային ծրագրեր։ Դրանց նպատակն է ծառայության 18 ամիսների ընթացքում առավել արդյունավետ կազմակերպել զինվորների մասնագիտական կարողությունների կիրառումը։ Այս շաբաթ մասնագիտական լսումներ էին ինչպես զինվորական նվագախմբում եւ զինված ուժերի Սարդարապատ բարեպետական անսամբլում, այնպես էլ Պաշտպանության նախարարության արդի տեխնոլոգիաների մշակման խմբում։ Մանրամասները տեսանյութում։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում մասնագիտական լսումներ են։ Զորակոչիկներն իրենց երաժշտական հմտություններն են ցուցադրում, հանձնաժողովի անդամները գնահատում նրանց գիտելիքները։ Մկրտիչը մանկուց է զբաղվում երաժշտությամբ, սովորում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում, տիրապետում է բարիտոն գործիքին։ Ձմեռային զորակոչի շրջանակում մասնակցում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համալրման քննություններին։ Քննությանը պատրաստվել եմ բավականին երկար, ամեն օրը պարապմունքներով, շատ ժամանակ տրամադրելով։ Մկրտչին ոգևորելու է եկել հայրը, ասում է ուրախ կլինի, եթե որդին հայրենիքին ծառայի իր մասնագիտությամբ։ Ես ներկայ եմ քննությանը իհարկե շատ հուզված, բայց ամեն ինչը ոնց որ անցնում էր շատ պրոֆեսիոնալ մակարդակի ժյուրիի կողմից։ Լսումների ընթացքում միայն լավագույն արդյունքներ ցուցաբերած եւ անցողիկ շեմը հաղթահարած երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան ծառայել զինվորական նվագախմբում։ Լսումների ժամանակ լարվածություն կա, որը որ հաշվի ենք առնում, աշխատելու տեղ կա երաժիշտներին, բնականաբար երաժիշտները գալու են նվագախմբեր եւ իրենց ծառայությունը լինելու է երաժշտությամբ զբաղվելը, որ իրենք ամեն օր պարամունքներ են անցկացնում, թե շարային, թե մասնագիտական եւ ավելի են հմտանում իրենց գործի մեջ։ Մասնագիտական լսումներ են նաև զինուժի մշակութային մյուս առաջնագծում։ Զինված ուժերի Սարդարապատ բարիպետական անսամբլում ժամկետային ծառայությունն անցկացնելու նպատակով քննություններին մասնակցում է Մանվել Ավետիսյանը։ Պարել սկսել եմ 6 տարեկան հասակից, հետո 15 տարեկանից սովորելով Պարվեստի պետական քոլեջում սովորել եմ ավելի պրոֆեսիոնալ կրթություն բարի ասպարեզում, նաև համատեղ հանդես եմ եկել Սարդարապատ բարի անսամբլում եւ վերջին 1 տարում հասցրել եմ աշխատել Հայաստանի բարի պետական անսամբլում։ Եթե ես կարողանամ հատել անցողիկ գնահատականի շեմը, շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ ծառայել իմ արվեստին եւ բնականաբար այդ 1.5 տարում փորձելու եմ ել ավելի կատարելագործվել իմ աշխատանքի մեջ։ Էրիկը պարարվեստով սկսել է զբաղվել 4 տարեկանից։ 12 տարի երիտասարդը հաճախել է լատինաամերիկյան պարերի դպրոց, այնուհետև հմտությունները զարգացրել հայկական պարարվեստում։ Մի քիչ լարվածություն ընդհանրապես կար, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ, շատ լավ էր անցե, շատ լավ է ու տրամադրված էի ամենակարևորը։ Շատ լավ է, որ տարի ու կես ծառայելու եմ իմ մասնագիտության մեջ ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։ Անցողիկ շեմը հաղթահարած զորակոչիկները հնարավորություն կունենան արդեն 1.5 տարի ծառայել հայրենիքին, միևնույն ժամանակ հնարավորություն կունենան զբաղվել իրենց սիրելի մասնագիտությամբ։ Սպասելիքները ավելի շատ էին, քան որ իրականում կար։ Սրանից հետո մնում է արդեն ընդհանուր աշխատանք ծառայության ընթացքում եւ բարձր պահենք մեր բանակի արվեստի մակարդակը։
Պաշտպանության նախարարության արդի տեխնոլոգիաների խումբը Հայթեկի բեռամտանգության կենտրոնի հետ համատեղ արդեն 1 տասնամյակից ավելի անցկացնում է ծրագիր, որի նպատակն է զորակոչիկների շրջանում հայտնաբերել IT ոլորտի գիտակներին եւ համալրել զինված ուժերը նոր մասնագետներով։ Երեկվա դրությամբ իրականացրել ենք տեսական մասի իմացության քննությունը, այսօր իրականացնում ենք ընդհանուր արդեն անցած դիմորդների տեսական մասի հարցազրույցի տեսքով գիտելիքների ստուգումը։ Ընդհանուր գնահատում ենք դրական։ Ժամկետային ծառայությունը արդի տեխնոլոգիաների մշակման խմբում անցկացնելու դիմաց զորակոչիկներից մեկն էլ Նարեկ Համբարձումյանն է։ Փոքր տարիքից ուսումնասիրել եմ ծրագրավորում, ինքնուս եմ եղել։ Իմ ցանկությունը, որ եթե ես անցնեմ, իմ գիտելիքներն ու ներուժը դնեմ հայրենիքի զարգացման մեջ, հենց իմ մասնագիտական թեքումով։ Տրամադրությունը դրական է նաև մրցույթին մասնակցող տղաների ծնողների շրջանում, որոնք հնարավորություն ունեն հետևել քննության ամբողջ ընթացքին։ Երեք արդյունքները շատ գոհացնող էին ու հուսանք այսօր էլ բավարար միավորներ կկարողանա հավաքել տղաս, որպեսզի հնարավորություն ունենամ ծառայություն անցկացնել 1.5 տարի արդեն զինված ուժերի արդի տեխնոլոգիաների ստորաբաժանումում։ Երեք քննություններ թեստով, դա հեշտ անցա, այսօր ավելի հուզված եմ։ Եթե անցնեմ արդի տեխնոլոգիաների ստորաբաժանումով, ուրեմն իմ ամբողջ ներուժն ու գիտելիքը կծառայեցնեմ, որպեսզի օգտակար լինեմ հայրենիքիս։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Նացականյան, Զինուժ։ Բանակի բարեփոխումների շրջանակում գործող ծրագրերը լայն թափով շարունակվում են եւ նոր արդյունքներ գրանցում։ Այս անգամ պատմելու ենք դրանցից մեկի վերադարձի շարք ծրագրի մասին։ Զինվորական թոշակի անցած սպաներն այս առաջարկի շնորհիվ պահպանելով զինվորական կենսաթոշակը կարող են վերադառնալ շարք, զբաղեցնել զինվորական պաշտոններ, ծառայել պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Մեր գործընկեր Տաթևիկ Աբրահամյանն է պատմում շարք վերադարձած մայոր Սահակ Գևորգյանի մասին։ Նոր ձևաչափով կառուցված ու հերթապահություն իրականացնող ստորաբաժանմանը հանձնված մոդուլային զորամասերից մեկում ենք։ Մեզ դիմավորում է հրամանատարի նորանշանակ տեղակալ թիկունքի պետ մայոր Սահակ Գևորգյանը։ 15 տարի ընդմիջումից հետո մայոր Գևորգյանը ամիսներ առաջ է վերադարձել ծառայության։ Զինվորական ուղին ընտրել է 1995 թվականին, ծառայության անցնելով սահմանապահ զորքերում։ Մինչև զորացրվելը 6 տարի շարունակ զբաղեցրել է զորամասի թիկունքի պետի պաշտոնը։ Այստեղ արդեն գտնվեցի իմ դիմումի համաձայն հարցազրույցից հետո պաշտպանության նախարարություն համանկավ պաշտոնը, փորձը եւ հարկասու հիմա արդեն ծառայում եմ։ 15 տարի միջումից հետո դա հրաշք բան էր, որ վերականգնվեց։ Նախորդ տարի օրենքում կատարված փոփոխությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին անցնել պայմանագրային զինվորական ծառայության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, պահպանելով իրենց կենսաթոշակը։ Նախկին կարգավորմամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում էր, եթե սպան որոշում էր կրկին անցնել զինվորական ծառայության։ Օրենքից օգտվել կարող են այն սպաները, որոնք ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Սակայն ոչ ավելի քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով։ 2010 թվականից հետո տարբեր աշխատանքներով է զբաղվում, ընտանիքս պահելու հետ կապված, Ռուսաստանում եմ եղել, բայց ետ վերադարձա ու որոշեցի, որ արդեն չարժի մնալ դրսում, այլ ինչ-որ մի բանով օգուտ տամ իմ հայրենիքիս, իմ երկրիս։ Եվ ահա արդյունքը։ Մայոր Գևորգյանի հետ շրջում ենք զորամասի տարածքում եւ ծանոթանում մոդուլային կացարանի հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։ Կարճ ժամանակում կառուցված ու կահավորված զորամասում ամեն ինչ նոր է։ Մայոր Գևորգյանը վստահեցնում է, ժամկետայինները խնամքով են պահպանում գույքը։ Տեսեք, ձեր ուշադրությանը ներկայացնեմ, ներքնակները ինչ վիճակում են։ Այս առաջ ներքնակները բրդյա մի տարի հետո լրիվ կոշտելուն անձնակազմը չէր կարող նորմալ քնել, հանգստանալ։ Համազգեստ, ներքնաշոր, հիգիենայի պարագաներ եւ այլն մայոր Գևորգյանը ցույց է տալիս զինվորների պահարանն ու վստահեցնում, տղաները ընտանիքի անդամներից որևէ բան խնդրելու անհրաժեշտություն չունեն։ Զինվորները այստեղ պատրաստում են, հիգիենայով զբաղվում, սափրվում։ Սա էլ զինվորներին հատկացված բաղնիքն է։ Թիկունքի պետին է վերապահված նաև պահեստների, ճաշարանների եւ բուժկետի վերահսկողությունը։ Մայոր Գևորգյանը գրեթե ամեն օր է լինում սննդի պահեստում, շրջում, ստուգում բանակին մատակարարող սննդի որակն ու պիտաներության ժամկետը։ Այս գործընթացից հետո միայն սնունդը բաց է թողնվում ճաշարան։
Ծառայությունը կյանքի կարևոր ուսուցիչ է, որը պատանուն վերափոխում է կայացած անհատի։ Այս գործում մեծ է հատկապես սպաների դերն ու հոգատարությունը։ Իսկ կա նման հարցեր, ասենք ինչ լեգորիակ պետք է չեն կանում։ Ժամանակին համալրվում է։ Այստեղ այս օրամասում ամեն ինչ ներդրված է զինվորական լիարժեք ծառայությունն ապահովելու համար։ Այս կարևոր առաքելությանը մասնակից կարող են դառնալ նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող մյուս սպաները։ Նրանք կարող են համալրել բանակի շարքերը, դիմում ներկայացնելով տարածքային զինկոմիսարիատ։ Հետաքրքրված պահեստազորայինները կարող են զանգահարել Պաշտպանության նախարարության թեժգից 128 հեռախոսահամարով։ Տաթևիկ Աբրահամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Ուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ Երկու ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ, գործն էլ նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, երկու շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդրի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, հավսար, զգազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։